Հարգելի բարեկամ, աղոթքի մասին խոսել, կարելի ասել միշտ կարելի է խոսել եւ շատ նյութեր կա խոսելու։ Աղոթքի համար ամենակարևոր բանը դա հավատքն է, ոչ թե ժամը, երբ ենք աղոթում, տեղը, դիրքը, մարմնի ձևերը, ձայնը եւ այլն եւ այլն, ամենակարևորը դա հավատքն է։ Եվ ամենակարևոր մի բանն է, որ քրիստոնյան հավատացյալը պետք է հասկանա, որ աղոթքը դա Աստծո հետ զրույցն է, ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին է ասում, ասում է, երբ որ մենք Սուրբ Գիրք ենք կարդում, Աստված է մեզ հետ խոսում, երբ որ մենք աղոթում ենք, մենք ենք Աստծո հետ խոսում, այսինքն դա զրույց է Աստծո հետ, մտերմիկ զրույց, եւ աղոթքը լինում է հիմնական, շատ եմ դրա մասին խոսել, անդրադարձել եմ, որ լինում է երկու ձևի, անհատական եւ ընդհանրական։ Ընդհանրականը դա է, որ եկեղեցում հավատացյալները միասին հավաքված աղոթում են։ Դա ժամերգություն կլինի, դա ինչ-որ որևէ արարողություն, լինի հոգեհանգիստ, լինի որևէ խորհուրդ, մկրտություն, դե ամենակարևորը դա պատարագն է, երբ որ եկեղեցին միասին Տիրոջն է փառաբանում եւ ճաշակում Տիրոջը, մարմինը եւ արյունը։ Եվ անհատական աղոթքը դա կարող է լինել անհատական, այսինքն դու առանձին հատուկ կարգ ես կատարում տան մեջ, աղոթքի ես կանգնում, ժամեր ունես դրա համար տրամադրված հատուկ աղոթքներ, ժամագրքից կամ նարեկացի, սաղմոսներ եւ այլն։ Եվ անհատական այդ աղոթքը նաեւ դա առօրյա քո ամեն օր որ քայլում ես, մտածում ես, Աստծո հետ ես զրուցում։ Եվ այս ամենի մեջ կարելի է մի վտանգ կա, որ քրիստոնյաները չեն անդրադառնում իրենց համարելով աղոթող, ինչ-որ մի վիճակի մեջ կարող են գնել, որ այդ աղոթքը լինի իրենց համար դատապարտելի, այսինքն հարցնորից ասեմ, Աստված կլսի թե չէ, դա դրա մասին չի խոսքը, այլ այդ աղոթքը ի վերջո մեզ կդատապարտի թե չէ։ Այսօր կուզեի խոսել այս բանի մասին։ Խաղաղություն քեզ, հարգելի բարեկամ։ Մեր Տերը Մատթեոսի ավետարանում 6-րդ գլխի մեջ հետևյալն է ասում. Երբ աղոթք անես, չլինես կեղծավորների պես, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկյուններում կանգնած աղոթել, որպեսզի մարդկանց տեսանելի լինեն։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ նրանք իրենց վարձը ստացել են։ Այլ երբ դու աղոթես, մտիր քո սենյակը, փակիր դուռդ եւ ծածուկ աղոթիր քո հորը եւ քո հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ։ Մեր Տերը զգուշացնում է մեզ ինչպես չաղոթենք։ Եվ այս աղոթքի վիճակը, որը նկարագրում է Տերը եւ մեզ հորդորում է, որ չնմանվենք այդ աղոթողներին, այս աղոթքը մեզ դատապարտության է տան, ասում արդեն վարձը ստանում են մարդկանցից, որովհետև աղոթում են իցույց մարդկան։ Հրեաները կարևորում էին աղոթքը եւ ունեին երկար աղոթքներ, կարող էին ժամերով աղոթել եւ դա իրանց համար մեծ առաքինություն էր, բնական է քրիստոնյաների համար, բայց իրենք մի բան ունեին, որ այդ ցուցադրական աղոթք անել։ Իրենք ունեին ժամեր աղոթքի եւ ինքը այդ պահին կարող էր մի դուրսը գտնվեր, ինչ-որ մի տեղում գտնվեր հանրային մի վայրում, շուկայում, փողոցում, եւ ինքը այդ պահին կանգներ ու ցուցադրաբար աղոթեր, որտեղ պետք է աղոթի, որը որդեգրել են նաեւ մուսուլմանական, իսլամական կրոնի հետևորդները, որոնք աղոթում են, երբ որ աղոթքի պահը գալիս է, իրենք գորգը, խալիչան կփռեն, կաղոթեն, չեն նայի ով կա, ով չկա այդ պահին, իրենք պետք է աղոթեն։ Այսինքն ցուցադրաբար։ Նույնը հրեան, ինքը երբ որ աղոթում էր ցուցադրաբար, բնական է իրանք միշտ կանգնած էին աղոթում, դուրսը որտեղ եւ ձեռքերը այսինքն տարածած աղոթք էին անում եւ Տերը իրենց կեղծավոր է համարում, որտեվ Տերը սրտեր քննող է եւ տեսնում է այդ սրտերը, որտեվ մարդիկ իցույց մարդկան էին
աղոթում, որպեսզի մարդիկ տեսնեն, թե այս մարդը ինչ բարեպաշտ է, որտեվ աղոթքը, ինչպես ասացի, հրեաների համար շատ կարևոր էր։ Հրեաների համար երկար աղոթելը եւ այդ դիրք աղոթական, այդ դեմքը, այսինքն կեղծ խոնար դեմքը դա մարդիկ տեսնում են, ասում են, այս ինչ բարեպաշտ մարդ է։ Ասում եմ, կանգնում են փողոցներում, ժողովարաններում, հա, հրապարակներում, անկյուններում, ժողովարաններում։ Հրեաները ինչ էին անում։ Ինքը գալիս էր սինագոգ, ժողովարան, ժողովարանում բոլորը միասին աղոթում են, դա բան չի։ Եվ երբ որ գալիս էր ժողովարան, ինքը դեռ չմտած, արդեն աստիճաններին ձեռքերը պարզում եւ սկսում էր աղոթել, այսինքն ինքը չդիմացավ հասնի բոլորի հետ միասին աղոթի։ Եվ սա կեղծավորություն էր, որը Տերը դատապարտում էր, որովհետև կեղծիկ էր, ինքը Աստծո հետ չէր խոսում, ինքը մարդկանց հետ էր խոսում։ Իսկ Տերը ասում է գնա մտի քո սենյակը ծածուկ աղոթիր, ուզում է ասել աղոթիր, որ ոչ մեկ չտեսնի քո աղոթքը, որովհետև դու Տիրոջդ հետ պետք է աղոթես։ Դու կարաս մարդկանց մեջ աղոթես, օրինակ դուրսը քայլելիս, մեկը չիմանա, որ դու աղոթում ես։ Քո տան մեջ ես աղոթում, ոչ թե նայում ես ով է քեզ նայում, որ ցույց տաս աղոթելու։ Եվ այսօր այս խոսքը, որ ասում եմ մի նմանվեք կեղծավորներին, մեր Տերը մեզ էլ է հորդորում։ Այո, այսօր քրիստոնյան փողոցներում չի կանգնի այսպես, չի աղոթի, չգիտեմ, կարողական տես մարդիկ, բայց այդ կեղծավորությունը, այդ ցուցադրական բանը ինչպես կարող այսօր արտահայտվի։ Ինչպես ասացի, կա ընդհանրական աղոթք, դա մենք երբ որ գալիս ենք միասին ժամերգության, պատարակների, եկեղեցու մեջ։ Բնական է, մարդը, որ գալիս է եկեղեցի, ինքը գալիս է աղոթելու։ Ինքը գալիս է աղոթելու, իր սիրտը բացելու, բայց երբ որ ընդհանրական աղոթքի պահին, երբ որ բոլորը միասին քահանաներով, դպրած դասով աղոթում են, մեկ էլ տեսնում ես մարդիկ են գտնվում, որոնք առանձնանում են բոլորից, այսինքն ցուցադրական ինչ-որ բաներ են անում, բարձր ձայնով են աղոթում եւ խանգարում են մնացածին, կարող է գան հենց եկեղեցու կենտրոնում կամ դասի առջև ծնգի գան, ձեռքերը բարձրացնեն եւ բարձր քահանայի աղոթքին հետ միասին ձայնակցեն։ Եվ բոլորի ուշադրությունը գրավում է, բայց այդ մարդը այսինքն խոնար աչքերով աղոթում է։ Սա ցուցադրություն է, որտեղ բոլորս աղոթում ենք եկեղեցու մեջ։ Որակի մասին չեմ խոսում, հավատքով է, հավատքով չի, դա չի, ամեն մարդ եկեղեցու աղոթում է։ Աղոթքի պահին, հա, եւ այդ մարդիկ էլ կան, որոնք այդպիսի ցուցադրական բանով իրենք տարբերվում են։ Օրինակ այսօր շատ եմ նկատում հավատացյալների մեջ, ժամանակին ես էլ եմ անում, բայց հետո երբ որ Տերը ոնց որ սրտից դրեց, ցույց տվեց, որ այդ ձեռքին այդ վարդարան, հաշվիչ, համրիչ, ինչ են ասում, գործած, փայտից, արծաթից, երկաթից, տարբեր նյութերից պատրաստած, մարդիկ ձեռքերին նետած եւ ասանք փողոցով քայլելով աղոթում են կամ եկեղեցում կանգնած աղոթում են, եւ սա կարելի ասել նույնպես ցուցադրություն է։ Հիմա կարող եք ասել, բայց վանականներն են այսպես արել, այո, վանականները եթե արել են եսին որևէ դարում, իրենք վանքերում միասին մասնակցել են մի մասը հոգևորականների դպրած դասը, հոգևորականները իրանք աղոթել են, իսկ վանականը, որը պաշտոն ունեցել դպրած դասի հետ, ինքը պատի տակ աղոթքը համրելով աղոթել է կամ էլ իր սենյակի մեջ, ոմանք օգտագործում են երկրպագությունների համար, հաշվելու համար, քանի հատ պետք է անեն, եւ Տաթևացին բաներին կաթոլիկներին ասելով ասում է ծուլանում են աղոթքի մեջ, ողջույնը հաշվելով են աղոթում։ Այսինքն, գիտեք, աղոթքը հաշվելով չի լինում, աղոթքը դու Աստծո առաջ դու աղոթում ես։ Դրա համար այդ վարդարան է, լինի համրիչները, ինչ է, որ կա, երբ որ դու ասենք ձեռդ մտնում ես եկեղեցի ու սկսում ես ցուցադրաբար աղոթել, դա ցուցադրություն է։ Դու քեզ զատում ես, դու ցույց ես տալի, որ դու բարձր ես, քան մնացած
մասնակիցներից աղոթքի, էլ չեմ ասում, եթե դու փողոցով ես քայլում, ձեռքդ ցենց աղոթում ես, դու նույն բանն ես ամիշուր հрьяաներն էին անում։ Ցուցադրաբար աղոթում ես։ Այսինքն դու ցույց ես տալի, դու աղոթող ես։ Ցուցադրաբար աղոթքը նաև այն է, երբ որ դու քանի հոգիով հավաքվում ենք, նստում ենք, զրուցում են մարդիկ հավատացյալները։ Մեկ էլ այդ մի ընկերը, աղոթող ընկերը, ինքը վերացած է լինում, ինքը մասնակից չի լինում, ինքը աղոթում է ցուցադրաբար։ Դա էլ է կեղծավորություն։ Եթե դու ունես աղոթելու, ինչու ես եկել նստել եղբայրների մեջ, գնա քո համար աղոթի։ Օրինակ եմ ասում, հա, աղոթքի ժամն է աղոթի, բայց այսօր դու եղբայրներիդ հետ նստած զրուցում ես։ Դե կարող ասեն, գիտեք ինչ, աշխարհիկ խոսակցություններ է, ես իմ մեղավոր խոսակցություններ է, միգուցե, բայց մի ցույց տու, որ դու աղոթում ես, դու ավելի հավատացյալ ես, քան այն մնացածը։ Ցուցադրությունը աղոթքի, երբ որ կան հավատացյալներ, իրենք, ինչպես ասացի, առանձնացնում են իրենց ընդհանուր խմբից հավատացյալների եւ իրենց ցույց են տալի, որ իրենք աղոթող են։ Կամ էլ ցուցադրակար մտնում են եկեղեցի, որ բոլորը նայեն այդ մարդուն։ Սա կեղծավորություն է։ Եթե դա չեք զգացել, ձեր մեջ հիմա իմ ասածներից որոշ բաներ տեսնում եք, զգուշ եղեք, որ այս աղոթքը ընդունելի չի, որտեղ Տերը ասում է արդեն վարձը ստացել են։ Վարձ ինչ է։ Մարդիկ նայում են, ոմանք փնովում են, ոմանք գովում են, ոմանք զարմանում են։ Այսինքն մարդկային բանը ստացավ, էլ դու Աստծու հետ չզրուցեցիր։ Քո հայացքը երկինք չի, քո հայացքը մարդկանց վրա էր։ Դու ցույց ես տալի, որ դու աղոթող ես, բարեպաշտ ես։ Սա այսպիսի աղոթքը դատապարտելի է։ Դրա համար նորից եմ ասում, աղոթող մարդը ինքը երբեք ցույց չի տալիս իրան։ Աղոթող մարդուն Աստված է լսում, մարդիկ չեն տեսնում։ Վերցնենք օրինակը Փարիսեցին եւ Մաքսավորը տիրոջ խոսքերն էր, չէ՞։ Երևի այդ Մաքսավորը հենց Մատթեոս ավետարանիչն էր, որը աղոթում էր ինքը սրտի մեջ, ասում էր Տեր ինձ ողորմյա մեղավորիս, իսկ այնի ցույց էր տալի ես սրա պես չեմ, ես նրա պես չեմ, ինքը մարդկանց վրա էր նայում եւ դատապարտվեց տիրոջից, ասում այնի եկավ մեղքի մեջ արդարացած գնաց, այնի առաքինություններով եկավ, եթե ինչ-որ պահկեր պահում եւ այլն, դատապարտված գնաց։ Դրա համար սիրելի հարգելի բարեկամ, եթե այս բանը քո մեջ տեսնում ես, եթե տունդ վարդարան կա կամ հարմրիչ կա, ցուցադրական մի աղոթի, տանդ մեջ աղոթում ես աղոթի, բայց նաև այդ էլ համրիչ ինչի՞դ է պետք։ Եթե պետք է հաշվես քանի հատ աղոթք պետք է անես, Տեր ողորմյա կամ հիմա շատ Հիսուսի աղոթքը։ Այսինքն այդ համրիչներով Կրիշնայի հետևորդներն են անում, իսլամի հետևորդներն են անում, բուդդայականներն են անում, իրանք հաշվում են, իրանց մոտ ուրիշ է, բայց քրիստոնյան Աստծու հետ է խոսում, ոչ թե հաշվելով է Աստծու հետ խոսում։ Այսինքն 100 հատ աղոթք ասեցի, Տեր ողորմյա ասեցի, հաշվեցի, դե մի հատ պակաս լինի, վայ ավել լինի, սխալ է։ Ուրեմն այս աղոթքը դատապարտելի է։ Մյուսը, որ Տերը ասում է, եւ երբ աղոթքի կանգնեք, Մարկոսի ավետարան 11-րդ գլուխ։ Եվ երբ աղոթքի կանգնեք, եթե մեկի դեմ որևէ բան ունեք, ներեք, որպեսզի ձեզ հայրն էլ, որ երկնքում է, ձեր հանցանքները ձեզ ների, բայց եթե դուք չներեք, ձեր երկնավոր հայրն էլ ձեր հանցանքները չների ձեզ։ Սա շատ կարևոր է, որ մարդ աղոթքի է կանգնում, ինքը պետք է մարդկանց ների։ Նամանդ երբ որ ինքն է հայցում, Տեր ինձ ողորմյա։ Եթե ես մեր խնդրում ենք Տեր ողորմյա եւ ինքներս չենք ներում, մեր աղոթքը դատապարտություն է լինում։ Տերը առակ է պատմում, չէ, որ մեկը պարտական էր մեկին, 50 դահեկան կարծեմ, չէ, իրեն հայցեց, խնդրեց, պաղատեց, ինչ-որ գումար էր ավելի ճիշտ պարտք, իրան ներեց, բայց դուրս եկավ, ճանապարհը ընկերոջն տեսավ, որը իրեն պարտքեր, ինքը պահանջեց իրեն պարտքերը եւ այն ասեց չեմ կարա, ինձի ներիր եւ այլն, այնի բանտը գցեց եւ երբ որ այդ Տերը իմանում է,
մեծավորը իմանում է, նրան էլ է դատապարտում։ Դրա համար մենք պետք է ներենք, հայր մեր եք ասում, չէ՞, մենք ներիր մեր պարտքերը, որպես ինչպես որ մենք ենք ներում։ Այսինքն, երբ որ մենք չենք ներում, այդ նույն բանն է, երբ որ հայր մեր ասում ենք, Տեր ինձ մի ների, որտեվ ես էլ չեմ ներում։ Եվ մենք դատապարտվում ենք։ Այդ աղոթքը դառնում է դատապարտություն։ Եթե մենք չենք ներում մեր հանդեպ մեղ գործածներին, այսինքն դու կարող ասես աղոթողի դերում, թզբեղ կներեք, բաներով, համրիչներով, եսի ինչ աղոթական դիրքերով, երկրպագություններով ի ցույց մարդկան աղոթես, բայց ներքուստ ներած չլնես մարդկան, Տերը քեզ էլ չի ների։ Տերը այդ աղոթքդ կլինի դատապարտություն, այսինքն տեսնում եք կրկնակի նախ ցուցադրական, կեղծավոր աղոթք եւ չներող աղոթք է դառնում, էլ ուրիշներին չներով։ Հաջորդը Տերը ասում է Մատթեոս 7-րդ գլուխ. Ոչ թե ամեն ինձ Տեր Տեր ասողն երկնքի արքայություն է մտնելու, այլ նա, որ կատարում է Հոր կամքը, որ երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. Տեր, Տեր, չէ՞ որ քո անունով մարգարեացանք, քո անունով դևերի հանեցինք, քո անունով շատ հրաշքներ գործեցինք։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ, որ ձեզ երբեք չեմ ճանաչել, ինձանից հեռացեք, ով անարություն գործողներ։ Ինչպես թե մարդ, որը դևեր է հալածում, մարգարեանում է, քարոզում է, տարբեր բաներ է անում Տիրոջ անունով, Տերը կկանգնի կասի ես քեզ չգիտեմ։ Գնա անօրության, այսինքն քո աղոթքը չէ Տեր, աղոթք է, չէ, Տեր ողորմյա, հավրատ Տեր ողորմյա ասա։ Այստեղ Տերը արդեն երկուսի վրա է կանգնացնում։ Ասում, որ երկու հատ էլ ասես ես քեզ չեմ ընդունի, որտեվ ես քեզ չգիտեմ, չեմ ճանաչում քեզ, որտեվ հորս կամքը չես կատարում, ճիշտ ձևի չես ապրում։ Սուրբ Գրիգոր Տաթևացին հայր մերի մեկնության մեջ ասում է, երբ որ հայր մերն ենք ասում, հայր, մենք Աստծուն հայր ենք անվանում, ասում այն դեպքում Աստված արարիչը մեզ հայր, երբ որ մենք որդիաբար ապրում ենք, իր կամքով ապրում ենք, այդ ժամանակ է հայր, երկնավոր արարիչը, ստեղծողը ամեն բանի, բայց ասում է, եթե մենք ապրում ենք սատանայի օրենքներով, սատանայի գործեր ենք անում, սատանային ենք հայր դարձնում, եւ հայր մեր ասելով, ասում է դուք մեծ մեղք եք գործում հայր մեր ասելով, որ երկնքում է, սատանային երկինք ես բարձրանում, որտեղից նա ընկավ։ Սուրբ եղեցի անուն քո, այսինքն սատանային ասում է սա անունդ սուրբ լինի։ Այսինքն սա էլ է դատապարտություն, եթե մենք սատանայի գործեր ենք անում։ Որն է սատանայի գործերը։ Այդ հպարտությունն է, մեծամտությունը, երբ որ դու վերևից նայում ես մնացածին քո աղոթական վիճակից, դու ուրիշ ես, դու առանձնանում ես ուրիշներից, ցույց տալու, որ ես օրինակ սա ինձ քիչ է աղոթելու համար, օրինակ մարդիկ կա ժամերով եկեղեցում արարողություն է լինում, պատարակ է լինում, բայց ինքը դա քիչ է համարում, ինքը նաև գնում է նաև քանի հոգով առանձնանում է, գնանք մի հատ էլ աղոթենք եւ բոլորը տեսնում են։ Սա մեծամտություն է, որովհետեւ դու քեզ զատում ես մնացածից։ Այդ հպարտությունը, իսկ հպարտությունը հրեշտակի պարտություն։ Հրեշտակը պարտվեց երկնքից ընկավ, դրա համար այդ հպարտ ամբարտավաններին Աստված չի լսում, ես չեմ ասում, ասում է հպարտներին, ամբարտավաններին Աստված հակառակ է մնում, խոնարհներին է իր շնորհը տալիս, խոնարհների մեջ է ինքը բնակվում, օրինակ ամենամեծ Սուրբ Մարիամը, երբ որ ասում է Տերը նայեց իմ խոնարհությանս, դրա համար ինքը դառավ արարչի մայրը դառավ, իր արգանդի մեջ ընդունեց մեկին, որը ոչ մի բան չի կարա իր մեջ ընդունել։ Այդ խոնարհությունն էր, դրա համար այդ խոնարհներին է Աստված լսում։ Ոչ թե որ դու վերևից նայում ես, ուրիշներին դատում ես, ուրիշներին փննովում ես, հա։ Դրա համար այդ աղոթքը Աստծուն հաճելի չի լինի, այլ դատապարտություն է, ինչպես ասում է, նորից կրկնեմ, հպարտներին հակառակ է կանգնում։
արդեն այս կյանքի մեջ։ Մյուսը սուտը, սուտ խոսողները։ Ինչպես կարա սուտ խոսող մարդը, որը խաբեբայ է, սուտ է խոսում աղոթի։ Ում է աղոթում։ Աստծուն։ Տերը ինչ է ասում սատանային, ստի հայր։ Հա, դրա համար սուտ խոսողը, որը միշտ սուտ է, իսկ սուտը սուտի վրա է գալիս։ Մի սուտը ծածկելու համար ինքը մյուս սուտն է բերում։ Մի ասեք ջերմակ սուտ կա։ Այո, ջերմակ սուտ էլ է լինում, բան է լինում, սուտ կարելի է խոսել, Տաթևացին ասում է, երբ որ մեկը գալիս է, մեկին պետք է սպանի ու քեզ հարցնում է, ուր է այդ մարդը, դու կարաս սուտ խոսես իր կյանքը փրկելու համար եւ նրան չսպանելու եւ այս մյուսին էլ մեղքի մեջ չգցելու։ Դու սուտ կարաս խոսես, երբ որ մեկը գալիս ասում է սուրը ուր է, որ վերցնի սպանի, էլի նույն բանն է, որ դու իրան ծածկում ես, բայց երբ որ այդ սուտը ծածկում ես քո հանցանքները, քո ամեն ինչը, այդ սուտը դառնում է սովորություն ու դու արդեն մեծ բաների մեջ կխաբես։ Դրա համար Տաթևացին ասում է ձու գողցողը ձել կգողանա, փոքր սուտ ասողը վաղը մեծ սուտ էլ կասի։ Դրա համար երբ որ դու ստի մեջ ես, սուտ ես խոսում, իսկ սուտ մարդը դա կեղծավոր մարդն է նաև։ Ինչպես կարա Աստված քեզ լսի։ Որովհետև սուտ ասողի վարձը երկնքի արքայությունից դուրս է մնալու այդ մարդը։ Ինչպես կարող ես դու աղոթես եւ Աստված քեզ լսի եւ դատապարտություն չլինի քո երբ որ դու ատում ես։ Հովանես Առաքյալը ասում է ատող մարդը նույն մարդասպանն է։ Սատանան էլ է մարդասպան, չէ՞, առաջի մարդասպանն է։ Ինչպես կարող ես աղոթել, եթե դու ատելության մեջ ես, եթե դու ատում ես ուրիշներին, դու ատում ես քո եղբայրներին, դու ատում ես ուրիշ մարդկանց, որոնք քո նման չեն, քո պես չեն մտածում, դու ատում ես այն մեռածներին, դու կարող ես չընդունես մեկին, ասես չեմ ընդունում, բայց ատելությունը։ Իսկ ինչի՞ց է երևում ատելությունը, երբ որ աչքերս չարանում է, եւ այդ ատելության մեջ դու աղոթում ես, եւ քեզ թվում է դու բարեպաշտ ես։ Այդ ատելությամբ դու կարող ես հասնել։ Հետո չարախոսելով, չարախոսություն, բամբասել։ Ինչպես կարող ես դու բամբասել, բամբասողը սատանան է, չարախոսը սատանան է, որը գիշեր ցերեկ չարախոսում եւ բամբասում է, չէ՞, բան սարքու, որ ասում ենք սատանային, բան է սարքում մարդու վրա, գլխին շինում է, ասենց ասեմ։ Դու ինչպես կարող ես այդպեսին լինես ու մտածես, որ դու սենց աղոթելով վարդարանը ձեռդ կամ հարմրիչը ձեռդ աղոթում ես, Տերը քեզ կլսի։ Գիտեք, ամեն բան կարգ ու կանոն կա, օրինակ եկեղեցու մեջ իր կարգ ու կանոնը կա, կան հոգևորական, դպրաց դաս, սարգսավակներ, չէ, ամեն բան իր կարգով է, ամեն բան եկեղեցում դասավորված է, մի դասն է երգում, մյուս դասն է երգում, ամեն բան հավասար, պատարագին երգչախումբն է երգում, այսինքն սարգսավակած, քահանային, իր աղոթքը, ամեն բան հավասարակշռված է, երբ որ անկարգություն է մտնում այդտեղ, դա էլ Աստծուն հաճելի չի։ Ամեն մարդ պետք է իմանա իր տեղը, եթե դպիր է, եթե սարգսավակ է, հոգևորական է, քահանա, եպիսկոպոս, ամեն բան իր կարգ ու կանոն ունի։ Դրա համար դատելով ուրիշներին, որ քո պես չեն, քո նման չեն, ասես բան կար, երևի ձեզ ծանոթ կլինի, որ ասում է մարդ մեռնելուց մի քանի բանի վրա է զարմանում, 3 բանի վրա, ասում է զարմանում է, որ դրախտում տեսնում է մարդկանց արքայության մեջ, որոնք այս երկրի վրա պատկերացնում են, որ դժոխքի ապրանք են, եւ դժոխքում տեսնում է նրանց, որոնք մտածում են, որ սրանք արքայության մարդիկ են, հրեշտակներ են, եւ երրորդը զարմանում է ինքն իր վրա, որ իրան սպասում էր, որ դժոխքում կլինի դրախտ արքայություն է մտնում կամ հակառակը մտածում էր արքայություն կմտնի, ինքը դժոխք կա արժանանում։ Այս կարևոր է հարգելի բարեկամ, որ աղոթքը նորից եմ ասում, հավատքն այս բանն է, որ
կամած ինքը զարգանում, աճում է, Տերն էլ ասում է, մանանեխի հատիկի չափ, փոքրիկ հավատք էլ ունենաս, այսինքն ուզում եմ ասի, այդ հավատքը, այդ փոքրիկ հավատքը դու ես կանեմ Տերը, նույնիսկ այդ հավատքը ես չեմ անտեսի, այդ հավատքը ես տեղից էլ բռնվելու տեղ ունենամ, այսպես ասեմ, ես քեզ կորտնեմ, նույնիսկ մարդկանց, որ բուժում էր, Տերը ասում էր, ոչ թե ասում էր ես բուժեցի, այլ քո հավատքը քեզ փրկեց, քո հավատքը քեզ օգնեց։ Դրա համար հավատքը կարևոր է, բայց մնացած բաները Աստված այնքան ողորմած է, որ ասում է, եթե դուք ծնողներդ որ չարասիրտ եք, ձեր զավակները ինչ-որ հաց է խնդրում, քար չի տա, չէ, ծնողը ձույ է խնդրում, կարիճ չի տա, ձուկ է խնդրում, օձ չի տա, էլի, ասում է, եթե դուք եք ձեր զավակների համար բարիք գործում, առավել ևս Աստված։ Դրա համար եթե մեզ մի բան է շնորհում, ոչ թե մենք տենց աղոթող ենք, ես իմ ինչ ենք, այլ իր ողորմությունն է, որ մեզ ինքը տալիս է։ Իսկ եթե մեզ թվում է Աստված չի լսում, կողքից ասում են, դե այդքան մեղավոր անարժան ես, եւ մարդը սկսում է մտածել, որ անարժան է, բայց այս կետերի վրա չի անդրադառնում, այդ հուսահատական մտքերը սատանայից է։ Բայց սատանան չգիտեմ ինչու չի հուշում, որ դու քո մեջ ատելություն կա, քո մեջ չարություն կա, քո մեջ կեղծավորություն կա։ Դրա համար այդ աղոթքները ընդունելի չի Տիրոջ, ել չեմ ասում դատապարտել են արդեն այս կյանքի մեջ։ Տհաճ են Աստծու համար այդ աղոթքները, որ մի օր կանգնելու է, ասի ես քեզ չգիտեմ։ Որտեվ հորս կամքը չես կատարե։ Իսկ հոր կամքը ո՞րն է, սիրեք միմյանց, չէ։ Իր պատվիրանների մեջ, Տիրոջ պատվիրանների մեջ լինեք, երանի հոգով աղքատներին, երանի սրտով մաքուրներին, երանի որ ձեզ հալածում են։ Այս է, եթե դու սրա մեջ ես, դու երանի ես։ Եվ դու կարաս սենց էլ չաղոթես, տեղել չփնտրես աղոթքի, տարբեր օրինակներ ունենք, չէ, հին ուխտի մեջ Աննա Մարգարոն էր, կարծեմ, չէ, Սամվելի մաման, եթե չեմ կներեք, եթե սխալվում եմ, սրտի մեջ աղոթեց, իր շրթունքները նույնիսկ չշարժվեց եւ Տերը լսեց, Մովսեսին Տերը լսեց, շատերին լսեց, առանց խոսքի։ Դրա համար այդ ձևիչ չի էլի, վրեդ եսի ինչ խաչ կախած լինի, կամ որ եկեղեցում լինես, Երուսաղեմ, շատ ասում, Երուսաղեմում Աստված ավելի է շատ լսում, կամ Սուրբ Հարության տաճարում։ Ոչ։ Այդ տեղերը ինչ որ նպաստում են քեզ, ավելի տրամադրում են աղոթքիդ, բայց աղոթքը տեղից չի, բառերի ձևից չի, որտեվ առաքյալների ժամանակ Տերը ուրիշ աղոթքներ չսովորեցրեց, չասեց գնացեք Սաղմոսները կարդացեք, այս դրանից այս թիվը, ինքը ասեց հայրմերը մեզ սովորեցրեց։ Այդ հայրմերը ինձ թվում է կբավե քրիստոնյայի համար, բայց հետո են, որ դարեր հետո, դարեր վերջ, այդ աղոթքներն են մեջտեղ եկել։ Հայրերը գրել են գեղեցիկ եւ մենք աղոթում ենք, լինի եկեղեցում, լինի տան մեջ։ Դրա համար բառերը չի, այսինքն խոսքերը չի աղոթքի զորության կամ ինչ շատ ասում են զորավոր աղոթք։ Զորավոր աղոթքը դա մոգություն չի, որ դու ինչ-որ աղոթք գտնես, որ դա կարդաս ու մի բան կատարվի։ Դա մոգություն չի աղոթքը, դա հավատք է։ Ուղղակի այդ բառերը, որ գրվում է, դու տրամադրվում ես, հասկանում ես։ Դրա համար շատ կարևոր է, որ աղոթքին զուգահեռ Սուրբ Գիրքն էլ ենք կարդում, որ տեսնենք, որ Տերը լսում է աղոթքներ, այդքան մարդիկ մոտենում են, Տերը բուժում է, բայց ցավոք սրտի մեր հավատացյալները միայն կենցաղային բաների վրա են ծանրաբերվում, միայն կենցաղային բաներ են խնդրում, այո, չի նշանակում պետք չի խնդրել, բայց այդ ցանկությունը ունենալ, ունեցվածքը, առողջությունը, ֆիզիկական, մարմնական բաներ, դրա համար շատ դեպքերում չեն ստանում, որովհետև ծանրացած են դրա վրա, որովհետև Տերը ինչ ասում, փնտրեցեք նախ արքայությունը, նրա արդարությունը, մնացածը ձեզ կտրվի։ Տերը գիտի, որ դու ուտելու կարիք ունես, հագնելու կարիք ունես, տան հարցեր կա, տարբեր կենցաղային հարցեր կա, այն ժամանակ շատ կենցաղային հարց չկար, այսօր այդ կենցաղային հարցերը այնքան շատ է, որ
մարդը գնում է այդ կենցաղի հետևից վազելով ինքը մոռանում է իր հոգու մասին մտածել։ Դրա համար Տերը այդ օրինակները, որ կա, ինքը բուժում էր կաղերին, կույրերին, հիվանդներին, դիվահարներին, Տերը սա մեզ օրինակ է տալիս, որ մեր հոգևոր հիվանդությունները բժշկի, որ մեկը ասենք անկեղծ ուզում ազատվել ինչ-որ հոգու մեղքերից, այսինքն ագահություն, հպարտություն, բարկացկոտություն, հա, նախանձ, որ մենք ասենք անկեղծ ուզում, որ ազատվենք այդ բանից։ Հա, մի քիչ կաղոթենք, հետո որտեվ մեզ դուր է գալիս այդ բանից, նախ հպարտ մարդը ինքը դժվար է հասկանում, որ ինքը հպարտ է, էլի, այնքան է կուրացած, որ ինքը հպարտ չի, ինքը արդար է, սուրբ է, մնացածն են մեղավոր։ Հետո նախանձ մարդ, եթե դու նախանձում ես, նախանձությունը քո մեջ էփվում է մարդկանց հանդեպ ու դու այդ նախանձ վիճակով, այդ նախանձ հայացքով նայում ես այն մարդուն ու աղոթում ես, ո՞նց կարես դու ընդունելի լինի աղոթքդ։ Նախանձը սատանան նախանձեց մարդուն եւ մեղքի մեջ գցեց։ Դրա համար հարգելի բարեկամ, որ լսում եք, այս ինչ որ ասում եմ, եթե ձեր մեջ նկատում եք, մի հուսահատվեք, խնդրեք եւ Տերը ձեզ կօգնի եւ կների։ Եվ փորձեք ազատագրվել այդ բանից, որովհետեւ Տերը բնակվում է խոնար հեզ մարդկանց սրտերի մեջ, պարզ մարդկանց մեջ, որ անկեղծ է։ Այդ սրտով մաքուրը շատերը ասում են, պետք է գիրքերից ազատված լինես, բայց հիշենք Տերը ում էր քարոզում, լեռան քարոզը, չէ՞, այնտեղ պարզ մարդիկ, ընտանիք ունեցող, իրանց խնդիրներով, այն ժամանակ էլ են խնդիրները եղել, կինը մի ձևա ընտանեկան խնդիրներ, երեխեքը չարաճճի, բան չի փոխվել։ Ձևերն են փոխվել կամ կենցաղավարությունն է, բայց այդ ընդհանուր բաները մնացել են ու Տերը իրենց ասում է սրտով մաքուր, եթե չլինեք սրտով մաքուր, Աստծուն չեք տեսնի, հա։ Այսինքն գիրքերից ազատվեք։ Ոնց կազատվի մարդ գիրքերից։ Այսօր անապատ գնացողները 30-40 տարի ճգնելուց հետո գիրքը մաքրվում է, թե չէ։ Տերը անհնարին բան չէր տա։ Իսկ Տերը ինչ էր ասում այդ մաքուր սրտովը, դա անկեղծ մարդն է, որ անկեղծ է իր մերձավորի հանդեպ, ինքն իր հանդեպ եւ Աստծու հանդեպ, երբ որ անկեղծ է։ Իսկ անկեղծ մարդկանց չեն սիրում։ Դա այն մարդիկ նրանց մասին չի խոսքը, որ ինչ քո մասին գիտեմ, երեսի չպասնեմ, սենց գնա։ Անկեղծ սաղ ասեմ, էդի չի, հարաբերությունների մեջ անկեղծ ես։ Կեղծավոր չես, ցուցամոլ չես, այ անկեղծ ես, հա։ Եվ անկեղծ ես եւ այդ անկեղծ մարդը Աստծուն կտեսնի։ Դրա համար անկեղծ մարդկանց չեն սիրում, որտեղ անկեղծ մարդուն նայելով իրանց կեղծիքն են տեսնում եւ չարանում են։ Դրա համար այդ հայլիի նման է, գիտեք, հայլի մեջ երբ որ դու նայում ես, տեսնում ես դու տգեղ ես։ Փոխարենը գնաս քեզ փոխես, մաքրես, զարդարվես, լվացվես եւ այլն, դու այդ հայլին ես կոդրում կամ ցեխոտում, որ չտեսնես քեզի, որ տենաս նայ ցեխը, այդ ես չեմ, այդ հայլին է ցեխոտ։ Այդպես էլ այդ մարդիկ են, էլի, ու այդ ցեխոտելով այդ ամեն ինչը, հա, հայլ ուրիշներին հայլն եմ ասում, այդ մարդկանց ցեխոտելով իրանք հանգիստ գնում աղոթում են, որտեվ իրենց պարտքը կատարեցին, մի մեղավորի ոտների տակ գցեցին, ինչպես որ Քրիստոսին բերեցին, չէ՞, փարիսեցիները կնոջ շնության մեջ բռնված մեկին եւ ասին Տեր, ինչ անենք, քարկոծենք, թե չէ։ Եվ ասեց, ով ձեզնից մեղ չի գործել, թող նա քար գցի առաջինը, նետի։ Այս են շատ հավատացյալներ, ցավոք սրտի, այդ վիճակի մեջ են։ Եվ ինչպես կարա Տերը իրենց լսի, չէ՞։ Եվ ինչ է պատասխանում, վայ ձեզ, վայ ձեզ, վայ ձեզ։ Հենց այդ վայր այդ մարդկանց է, որոնք կեղծավոր են, չէ՞։ Փարիսեցիներն ասում, չէ՞, վայ ձեզ կեղծավորներ, այդ կեղծավորներն է, որը կեղծիկի մեջ են ապրում։ Իսկ կեղծիկը նույն սուտն է,
Իսկ կեղծիկը դա սատանան է, որը կեղծ մոտենում է մարդկանց, իրեն ցույց է տալիս ուրիշ ձևի, բայց տակից քանդում է։ Այս է կարելի ասես հիմա տարածվել, հիմա կասես քայսուր աղոթք եւ այս բաները շատ կարեւոր է։ Գիտեք, նույնիսկ պոռնիկները որ լինեն, պոռնիկներ որ կան, իրենք ավելի Աստծուն հաճելի կլինեն իրանց զղջումով աղոթքով, քան այսինքն կեղծավոր մարդիկ իրանց աղոթական վիճակներով, որոնք ի ցույց մարդկան աղոթում են եւ հոգու խորքում մտածում են, ինչ լավ է, ես սրա պես չեմ։ Եթե չեք նկատում, ես ձեզ ի դատապարտություն չեք, քննադատության համար չեմ, ես ուզում եմ հարգելիս, որ հասկանաս այս վիճակից դուրս գաս, որ Տերը ողորմի, որ Տիրոջը տեղ տակ ձեր կյանքի մեջ, դուք սենց այս բաներով փակվել եք Տիրոջը դիմակներով, չեք տեսնում, չեք կարող Տիրոջը ճաշակել, որտեվ Տերը կեղծավորների հետ չի կարա շփվի։ Մենք հին ուխտ, ասում եմ, նոր կտակարանի մեջ այդ դեպքերը Տիրոջ փարիսեցիներին կեղծավորներ քննադատում էր, սա է պատասխանը իրենց աղոթքների Տերը պատասխանում է վայ ձեզի։ Նույնը ձեր աղոթքներն է, որ Տերը ասում է վայ ձեզի, ուղղակի դուք չեք լսում։ Բայց Տերը ուրիշ ձևով է ձեզ հասկացնում, չգիտեմ ինչ ձև։ Հասկացնում, ամիգուցե ձեզ խրատում են, ասում են եւ դուք չեք լսում։ Եվ Աստված չանի, մի օր էլ Տիրոջ առջև կկանգնեք եւ կասեք Տեր, ես գիտես Տեր ողորմյան օրը 1000 անգամ է ասում, Հիսուսի աղոթք էի կարդում, երկրպագություններ էի անում, եկեղեցուց դուրս չէի գալի, մի եկեղեցուց դուրս էի գալի, գնում էի ուրիշ եկեղեցին, դից տուն էի գնում, աղոթում էի, ամեն օր աղոթքի մեջ էի։ Եվ կասի ես չգիտեմ։ Նորից եմ ասում, չկա մարդ քրիստոնյաներից, որ չաղոթի։ Ամեն մեկին իրար չափով տրված է, ինքը աղոթում է։ Չգիտեմ ինչ պետք է լինի, որ աղոթող չլինի։ Եվ քրիստոնեության, այս էլ է շատ կարևոր, չափանիշը, որ դու քրիստոնյա ես, աղոթելը չի։ Պահք պահելը չի։ Այդ ձևերը չի, որ դու քրիստոնյա ես, խաչ կախելը չի, մոմ վառելը չի եկեղեցում։ Չափանիշը Տերը ասում է պտուղներով ճանաչեցեք։ Այսինքն ինչ պտուղներ ունեք դուք։ Սա է չափանիշը։ Ատելություն կա քո մեջ, չարություն կա, դա երևում է, երեսից դա երևում։ Քո խոսքերից է երևում, երբ որ բամբասում ես, փնովում ես ուրիշ մարդկանց։ Քո հավատակից եղբորը։ Մենք գիտեք, բոլորս կարանք իրար հանդեպ, երբ որ տեսնում ենք սխալ բաներ, արտահայտվենք, ուրիշ տեղ կիսվենք, խոսենք, ասած բամբասենք, հա, բայց երբ որ այդ բամբասանքը մարդու անունն է վնասում, Տաթևացին ասում է, երբ որ մեկին չարախոսում, բամբասում ես, դու իր անունն ես գողանում, գողություն ես անում, հա, եւ ասում է, երբ որ դու նյութ ես գողանում, դու նյութը կարող ես վերադարձնել, բայց որ անուն ես գողանում, դու ինչպես կարող ես վերադարձնել այդ անունը։ Այդ պետք է գնաս ամեն տեղ խոսաս, ասես կներեք, ես սխալվել եմ, բայց դա ինձ բանա, նենց է տարածվե։ Ասում է մեկը Տաթևացին ասում է, մեկը սուտ խոսի, 1000 հոգի կանգնեն ասեն սուտա բանա, այդ սուտ չէ, էլի սուտա խոսել, ճիշտը սա է, ասում է այդ սուտ ասանին կհավատան։ Որտեվ սատանան աշխատում է այդպես։ Դրա համար այդ քամի վրա էլ մենք աղոթող ենք։ Մեզ թվում է, մենք մեզի խաբում ենք, ավելի ճիշտ սատանան է խաբել ձեզի, որ եթե դուք այս աղոթեք, այս դիրքը ընդունեք, արդյունքա խառը sense խոնար դեմքով աղոթեք, դուք քրիստոնյա եք, Տերը ներում է ձեզ ամեն բան, բայց դուք չեք ներում այն մարդկանց, որոնք ձեզ վատություն չեն արել, այ իրանց համար ապրում են եւ իրենք ձեր դուրը չեն գալիս, հա, ձեր դուրը չեն գալի եւ դուք չարանում եք այդ մարդու հանդեպ եւ սկսում եք չներել այդ մարդուն։ Չեմ հասկանում։ Այսը սատանան ձեզ բռնել է։ Դրա համար սիրելի հավատացյալ, բարեկամ, նոր որ հավատքի է գալիս, եկեղեցի է գալիս,
աղոթելով դու չես սրբվում, պահք պահելով չես սրբվում, այ քո կամքն է, որ դու ուզում ես փոխվես, դու գիտակցաբար քայլեր ես անում։ Քո չափանիշը քրիստոնեության եկեղեցի գնալ հաղորդվելը չի նաև։ Այո, դա պետք է, դրա մասին չի խոսքը, բայց դա չափանիշը չի, որ ես աղոթում եմ, եկեղեցի եմ գնում, ուրեմն ես քրիստոնյա եմ։ Քրիստոնեությունը դա քո գործերն են։ Տիրոջ պատվիրաններով ապրելն է։ Իսկ աղոթելը, պահք պահելը դա քո եւ Աստծո հարաբերությունն է, որ երբ դու պահք ես պահում, աղոթում ես, պահք ես պահում, որ ժուժկալ լինես, դառնաս խոսքի մեջ, նայածիդ մեջ, լսածիդ մեջ, քայլվածքիդ մեջ եւ այլն, հա, ստամոքսիդ համար, կիրքերիդ համար ժուժկալ լինես, դա քո եւ Աստծո հարաբերության համար է։ Ոչ թե չափանիշա դու քրիստոնյա ես, թե չէ, դրանով դու չես կարա ծախես ուրիշներին, որ դու քրիստոնյա ես, եթե պահք ես պահում։ Ցավոք սրտի նոր այդ հավատացյալները այս բաների վրա են խափնվում, տեսնելով, որ այս հավատացյալները, այս ինչ աղոթող է, սա որը ժամերով ժամագիրքը, նարեկը ձեռը ման է գալիս։ Այստեղ հրեաներ կա, դե փորձել եմ երկու անգամ նկարել, տենց չստացվեց, փողոցով սենց օթագիրքը սենց աղոթելով փողոցով գնում են։ Այսինքն չի փոխվել ոչ մի բան, էլի։ Եվ այսօր այդ ցուցադրական բաների մեջ չի քրիստոնեությունը։ Նորից եմ ասում, Տիրոջ խոսքերի մեջ է, որ սիրենք միմյանս, եւ Հովհաննես Առաքյալը ասում է, ոչ թե խոսքով սիրենք, այլ գործով եւ ճշմարտությամբ։ Սա է պատուղները, գործը, քո եղբայրը կողքդ նեղության մեջ է, բայց դու կանգնած աղոթում ես տան մեջ, քեզի գալիս դուրը ծեծում, ասում է ինձ օգնի, ես կներես, ես հիմա մտքիդ մեջ աղոթում եմ, այսօր դու եկավ ինձ խանգարեց։ Դու գնում ես աղոթում ես, եւ Տերը քեզ ոնց կարա լս, եւ այդ աղոթքը դատապարտություն կլինի։ Այսպիսի բաներ, հարգելի բարեկամ, հուսամ օգտակար կլինի ձեզ այս իմ խոսքերը, որ անդրադառնաք, ձգտեք փոխվել կեղծիկից, այլ մատնությունից, ուրիշներին մատնելուց, գիտեք, կներեք էլի գալիս եմ, որտեղ այս ամեն ինչ մեջ նաև մատնություն կա, մարդիկ իրար են մատնում, դավաճանում են, քրիստոնյաներ իրար դավաճանում են, իրենց, գիտեք, բան են ընդունում, որ այդ որին դավաճանում է, ինքը արժանի է դրան, ինքը մեղավոր է, որ կարանք դավաճանենք։ Բայց այո, այդ մեղավորը ինքը Աստծո առաջ կկանգնի, բայց դավաճանությունը ամեն դեպքում մեղավորություն է։ Դա չի արդարացվում որևէ ձևով։ Հուդան չարդարացավ իր դավաճանության մեջ, որտեվ գիտեք, ինքը ինչ որ արեց, այո, 30 արծաթի համար արեց, թե փառքի համար ինչ որ արեց, ինքը դավաճանեց եւ չարդարացավ։ Որտեվ Հուդան էլ էր մտածում, Տերը, որ եկել էր, ինքը ակնկալություն ուներ, որ Մեսիան է եկել, փրկիչը, թագավորը, որ հիմա հռոմեացիներին պետք է դուրս թափի, հաղթի, ձիու վրա նստած, ինքն էլ կողքից այդ մեկը պետք է լինի, ֆինանսների նախարարը, ասենց ասեմ, բայց տեսավ, որ չէ, Տերը ամեն օր ասում է, ինձ պետք է սպանեն, ինձ պետք է բռնեն, կախեն, այնտեղ խաչեն, մեռնեմ, հարություն առնեմ, այսպես գնա, այս ո՞նց եմ իր հետևից գնում, գնաց մատնեց։ Այսինքն Հուդայի աչքի մեջ էլ էր Քրիստոս մեղավոր, այսինքն հայրենասեր չէր Քրիստոս Հուդայի համար։ Դրա համար ընդունեց, որ կարելի է դավաճանել, մատնել։ Ի վերջո մենք տեսանք, հա, բաներ կա, Աստված ծածկում է մեզ համար, որ մենք ժամանակին կարողանանք, այսինքն, ոնց ասեմ, ոչ թե ժամանակին, այլ ժամանակից շուտ մենք որոշումներ կտանք, թե չէ։ Դիմաստություն է պետք ունենալ։ Դրա համար մատնիչ, դավաճան մարդիկ ինչպես կարող են աղոթել եւ ընդունելի լինի, եւ դավաճանի աղոթքն էլ է դատապարտելի։ Եվ մենք էլ որ դավաճաններին դատապարտում ենք, մենք էլ ենք մեղքի մեջ ընկնում։ Իմաստություն ձեզ։
Աստված թողորտնի ձեզ, շնորհակալ եմ, այսօր այսքանը, Աստված բոլորիդ պահապան։